Մենք վերադարձանք եւ ժամանակն է ներկայացնելու մեր հյուրին։ Հայաստանում մատների վրա կարող ես հաշվել վայրի բնությունը նկարող լուսանկարիչների։ Աղջիկների առավել եւս։ Կանանց միամսյակի առիթով մեր տաղավարում է այդ եզակի աղջիկը Բերտա Մարտիրոսյանը։ Նա այնքան է հմտացել իր գործում, որ չի վարանել, երբ մի օր հայտնվել է Գորշ Արչից ընդամենը 10 մետր հեռավորության վրա։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Նախ շնորհավորում ենք ձեզ մեկամսյակի կապակցությամբ։ Մերսի։ Շնորհակալություն։ Ինչպես որոշեցիք դառնալ լուսանկարիչ, այն էլ վայրի բնություն նկարող լուսանկարիչ։ Լուսանկարչությամբ սկսել եմ զբաղվել դեռ 15-16 տարեկանից սկսած, միշտ հետաքրքրել է ինձ, իսկ վայրի բնությամբ սկսել եմ ավելի խորացված հետաքրքրվել մոտ 5 տարի առաջ, երբ սկսեցի հաճախել թռչունների ճանաչման դասընթացների ու որից հետո ոնց որ լուսանկարչությունը ու բնությունը իրար միացան ու տենց դարձա վայրի բնության լուսանկարիչ։ Ինչ պատմություն է Գորշ Արչի հետ կապված։ Երկար ժամանակ փորձում էի արջը նկարել, իմ համար դա ինչ-որ նույնիսկ երազանք էր դարձել, քանի որ մոտ 1 տարի անընդհատ փորձեր էի անում, հետքերն էի տեսնում, ինչ-որ տենց մարդիկ զանգում ինձ ասում էին, որ այս ինչ տարածքում տեսել ենք, այս շրջանում ենք տեսել են նոր այստեղ, ինչ-որ վիդեոներ էին ինձ ուղարկում եւ այլն, գիտեմ, որ հետաքրքրված եմ շատ, ու մի օր հեռադիտակով տեսա արջին։ Իսկ որտեղ։ Վայոց ձորում Եղեգիսի կիրճում։ Չէ, միջայլոց բավականին ապահով հեռավորությունից կարող եք տեսնել, ապահով արջը։ Իսկ ինչպես պատահեց, որ ձեր հեռավորությունը արջի հետ այնքան էլ ապահով չէր, քանի որ տեսա հեռադիտակով ասենց ժայռի վրա կանգնած էր, մի անգամից պայուսակս բացրեցի, տեսա խցիկս ու գնացի այդ ուղությամբ։ Մոտ 40 րոպե տենց քայլեցի ու հասա հենց այդ տեղը, որտեղ որ իրեն տեսել էի, բայց արդեն բնականաբար այնտեղ չէր։ Այնտեղ չէր, տարածքը ամբողջը շրջեցի, այնտեղ չէր։ Որոշեցի սպասել, հարմար դիրք ընտրեցի, որոշեցի այնտեղ սպասել իրեն ու այն հույսով, որ ինչ-որ տեղից դուրս կգա, կհայտնվի։ Մենք կարող ենք հիմա դիտել ֆոտոները։ Եվ հետո նույն տարածքում էր, ի վերջո, պարզվեց, որ ինքը ինձ շատ ավելի մոտ էր, քան ես կարծում էի ու սկսեց դեպի ինձ քայլել, sense թփերը շարժվում էր, ձայներ էր գալիս։ Դուք ինչ արեցիք այդ։ Նախ բան չարեցի, ոնց որ պանիկա չեղավ նախ եւ առաջ ու որոշեցի, որ պետք է իրեն տեղեկացնեմ, որ ես այդտեղ եմ, քանի որ մինչ այդ ձայն չէի հանում։ Սկսեցի բարձր խոսել, բայց հանգիստ տոնայնությամբ շատ։ Ինքը ինձ լսեց ու կանգ առավ, էլ չմոտեցավ այդ հեռավորությունից ավել, այդ ընթացքում ես ժամանակ ունեցա, որ հեռանամ էլի, հեռացա իրանից։ Իսկ մենակ եք գնում լուսանկարելով վայրի կենդանիներին կամ հիմնականում հա մանավանդ երբ արջերի ետևից եք գնում ցանկալի է մենակ հա այդ վախենալու չէ տենց ինչ-որ պահից այդքան չէ ինչ եք ձեզ հետ վերցնում բացի տեսախցիկից նայած եթե ամբողջ օրը պետք է անցկացնեմ բնականաբար սնունդ դեղատուփ ինչ-որ տաքագուստ դանակ Այ մտածում էի դանակի ուղղությամբ հարցը։ Բայց հա, բայց նենց չի դա ինչ որ մեծ օգուտ է տալու։ Եղել է դանակի։ Չէ, տենց պաշտպանական բաների համար չէ, ավելի նենց ինչ որ բան կթվացելու դեպքում։ Իսկ ինչու հենց բնություն եւ արդյոք միայն դա է ձեր ուղղվածությունը։ Ինձ թվում է հա, վերջին շրջանում հենց դա է իմ ուղղվածությունը։ Միշտ փոքր ժամանակվանից, այսինքն հետաքրքրվել եմ ու երբ կարողանում ես մասնագիտանալ մի ոլորտում, որը որ նաև քեզ համար հոբի է, ինձ թվում է դրանից լավ տարբերակ դժվար է գտնելը։ Քանի որ սկսել եք վայրի բնություն լուսանկարել թռչուններ ուսումնասիրելուց հետո, հավանաբար սկզբից սկսել եք թռչուններ նկարել։ Թռչուններով եմ սկսել։ Ինչ թռչնատեսակներ եք նկարել, որոնք այնքան էլ բացահայտված չեն կամ գուցե գրանցված են։ Շատ կարմիր գրքային հա թռչունների նկարել եմ, երևի ամենա այն սենց նույնիսկ իմ համար հետաքրքիր ու շոկայինը ֆլամինգոներն էին, երբ նկարեցի առաջին անգամ Հայաստանում։ 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 Եվ որտեղ Հայաստանում։ Նայեք, ֆլամինգոները իրենք Չուի շրջանում, հա, Չուի շրջանում աշնանը կամ գարնան իրենց այդ միգրացիայի ընթացքում իրանք նստում են Հայաստանում, կարող է լինի դա մի քանի օրով, կարող է մի շաբաթ տևի ու այդ ժամանակահատվածում պատահական իրենց նկարել եմ Արարատյան դաշտում։
Հետաքրքիր է։ Երբևիցե չէի լսել ֆլամինգոն Հայաստանի Հանրապետությունում։ Նաև պելիկաններ կան Հայաստանում ու շատ հետաքրքիր է։ Թռչուններ կան պատկերված նաև ձեր գրքի կազմի վրա։ Այո։ Սա հենց ձեր նկարներն են, այո, ամբողջ նկարները գրքի իմ լուսանկարներն են։ Գրքում կա 207 տեսակի թռչուն, որոնք նկարել եմ Հայաստանում վերջին 4-5 տարիների ընթացքում։ Այնտեղ բացի լուսանկարներից պայմանական նշանների միջոցով կարող եք ծանոթանալ, թե Հայաստանում օրինակ ինքը ձմեռող տեսակ է համարվում, թե նստակյաց, տարածված է, քիչ տարածված է, արդյոք կարմիր գրքում է գրանցված, թե ոչ։ Որ տարիքից սկսված կարող են ընթերցել գիրքը։ Ինքը քանի որ պարզ է, լուսանկարներական նշաններ են, կարծում եմ, չգիտեմ, 5-6 կարդալու շատ բան այստեղ չկա, ինչպես հասկանում եմ, բացատրությունները ծնողի հետ ինձ թվում է շատ լուսանկարների տեսքով է ամբողջ գիրքը ու բավականին գեղեցիկ եւ հայերեն, անգլերեն, լատիներեն անվանումները կան։ Նախատեսվում է այլ կենդանիներով գիրք տպագրել, թե միայն այսպես թռչունների տեսակներով միտք կա ընդհանուր Հայաստանի վայրի բնության, այսինքն թե կաթնասուններ այնտեղ կլինեն, միջատներ կլինեն, սողուններ եւ այլն, որը որ հնարավորություն կտա շատերին բացահայտել նաեւ, հայկական Հայաստանում հանդիպող բնությունը կենդանիներին։ Իսկ միայն Հայաստանն եք նկարում, այսինքն հայկական բնությունն ու կենդանիները, ովքեր ապրում են Հայաստանում, թե նաև հետաքրքրված եք Հայաստանից դուրս։ Վերջերս Ավստրալիայում էի, այնտեղ կենդանիներ էի նկարում, կոալաներ, այնտեղ շատ բնություն։ Կոկորդելոսը մինչ այլոց չէ, որտեղ հարավային շրջանում չկային կոկորդելոսներ, ես շատ հիասթափված էի։ Ուզում եք, իսկ որն է այն սիրելի կենդանին, որին վախ եք ունեցել նկարել։ Ոյ, սիրելի կենդանին։ Կամ միգուցե որին բախ չեք ունեցել նկարել, բայց է սիրելի կենդանին է։ Օրինակ հայկական բանը մուֆլոնին շատ մեծ ցանկությունն եմ նկարելու, բայց ինչպես գիտենք շատ փոքրականակ է հիմա Հայաստանում ու կարմիր գրքում է գրանցված, նաև ընձառյուծի հետ կապված մեծ հույսեր ունեմ։ Վերջերս նորից տեսանյութ տարածվեց, որ էլի նկարվել էր, բայց հիմնականում դրանք, ինչպես գիտեք, այտենց թաքստոցում տեղադրած տեսախցիկներն են նկարում, այսինքն մարդ չի նկարողը։ Իհարկե։ Դրա համար ինքը շատ բարդ է, ոնց որ ամեն դեպքում։ Իսկ բնությունը տարբեր ժամանակահատվածում եք ամենաշատը սիրում նկարել։ Ինձ թվում է գարնանը։ Ամենաշատը գարնանն եմ սիրում։ Վերջին նկարած ամենագեղեցիկ նկարը ո՞րն էր ձեր։ Ոյ, ամենագեղեցիկ Վերջերս այնքան շատ բան եմ նկարել հենց Ավստրալիայում, տարբեր թութակների եմ նկարել, կենգուրուների, վոմբատների շատ տեսակներ եմ նկարել, բայց հայկական Հայաստանում լուսանկարած տեսակներից երևի կանգրափետուր հավալուսնն է, որը որ պիլիկան է, որը նաև ինքը Հայաստանում բնադրում է, շատ օդում թռնելուց շատ հաջող նկար էր ստացվել։ Բացի արջի հետ եղած վտանգավոր փորձառությունից, էլ ինչ հետաքրքիր դեպքեր կպատմեք, որովհետև իսկապես զարմանալի է, երբ ձեզ նման երիտասարդ գեղեցիկ աղջիկը գնում է ու վայրի բնության մեջ հանդիպում է տետատետ կենդանիներին։ Եվ չի վախենում, շարունակում է նկարել։ Շարունակում է գնալ։ Իրականում դեպքեր հենց անմիջական կենդանիների հետ կապված երևի կնշեմ մի քանի օձերի հետ հանդիպումներ, երբ բռնել եմ, նկարել եմ եւ այլն։ Բռնել եք։ Հա։ Իսկ հատուկ մասնագիտացում անցել եք մինչ այդ։ Չէ։ Իսկ չեք վախենում այդ բանը, թե կարևորը այն է, որ իրականացեք ֆոտոշութը։ Չէ, իրականում ֆոտոշութը նույնիսկ նպատակ չէր, հետաքրքիր էր ոնց որ ուսումնասիրել նաև կենդանուն, որովհետև օձերի դեպքը այդն դեպքն է, երբ Հայաստանում ինքը հեշտ է, քանի որ մեր մոտ ընդհանրապես 4 տեսակի թունավոր օձ կա, ու եթե իրանց տարբերակում եք, գիտես, որ մնացած բոլորը արդեն թունավոր չեն։ Այսինքն նախապես որևէ միտեղ գնալիս ուսումնասիրում եք կենդանիների տեսակները, ինչպես եք նախապատրաստվում մինչև անտառներ գնալը։ Ինքը փորձ է, որը որ ընթացիկ անընդհատ սովորում ես ու ինչ որ պահից արդեն կարող ես հենց դրա նախորդ օրը ոչ մի բան չանես, դու արդեն ինչ-որ բան գիտես, էլի հիմնական գիտելիքներին տիրապետում ես ու երբ գնում ես դաշտ, արդեն հիմնականում տեղեկացված ես, թե կոնկրետ այդ տարածքում ինչ կարող ես հանդիպել։ Գիրքը վաճառքի է դրված։ Հա, արդեն վաճառքի կա։
Իսկ on-line հարթակում տեղադրում եք ձեր լուսանկարները։ Հա, Facebook-յան ու Instagram-յան էջ ունեմ, որ այնտեղ տես տեղադրում եմ նկարներ։ Ինչ պլաններ կան ապագայի հետ կապված։ Վերջերս նաև փոքրիկ ֆիլմ էի նկարել Արագածում հանդիպող, հա, թռչունների մասին ու նաև հնարավոր է հետագայում այլ Հայաստանի պահպանվող եւ ոչ պահպանվող տարածքների մասին տենց փոքրիկ ֆիլմերի շարք լինի, որը որ կներկայացնի կոնկրետ այդ տարածքում հանդիպող բույսերը եւ կենդանիները եւ հանրամատչելի կերպով հա կներկայացվի։ Փաստորեն բույսեր նույնպես նկարում եք։ Ընթացիկ նկարում եմ, բայց հիմնական շեշտը իհարկե բույսերի վրա չի, կան տեսակներ, որոնք ինձ անձամբ շատ հետաքրքիր են, հետաքրքրվում նկարում։ Այստեղ հենց խոսում ենք այն մասին, որ մենք Հայաստանում ունենք բույսերի շատ լայն տեսականի, որոնք որ մեր առողջ ապրելակերպի կամ երկարակեցության գաղտնիքն են հանդիսանում, եւ շատ բույսեր, որոնք որ ոչ միայն ուտելու համար են, այլ նաեւ դեղաբույսեր են այնուհետեւ դառնում։ Այո, եւ շատ բույսեր, որոնք վերանալու եզրին են արդեն, բայց մենք դեռ շարունակում ենք դրանք օգտագործել մեր սննդի մեջ։ Հա, իրականում ինչ որ բաներ կան, նորմեր կան, որ եթե օրինակ արմատով չես անում բույսը, այլ կտրում ես, ինքը չի վերանում, այսինքն եթե այդ բարձ բաներին հետևենք, հա, չեմ կարծում, թե խնդիր կարա լինի։ Բերտա, մեր հասարակության մեջ երիտասարդ աղջիկները կարծես թե այնքան էլ ռիսկային չեն, կհամաձայնես ինձ հետ էլ չգիտեմ։ Ինչ խորհուրդ կտաս այն աղջիկներին, ովքեր ինչ-ինչ հարցերում վախենում են, որպես շատ ռիսկով աղջիկ։ Կամ միգուցե իրանց երազանքների իրականացման հարցում են, հա, նաև մի փոքր էսպես բախկոտում։ Թվում է ուղղակի պետք է հասկանաք, թե ինչումն է ռիսկը, ու շատ ժամանակ այդ ռիսկը մեր համար շատ թվացial է, որովհետև վերջին հաշվով ոչ մի առանձնակի կորցնելու բան չես ունենում շատ դեպքերում։ Բայց շատ դեպքերում նաև ունենում ես, բայց հենց դա խոսում է այն մասին, նույն ռիսկի մասին, որովհետև երբ խոսում ենք, որ դուք կարող եք արջին հանդիպել բավականին մոտ տարածքից, բայց ձեր նպատակն իրականացնելու համար ձեզ ոչինչ չկանգնեցնի, դա խոսում է շատ այսպես ուժեղ կնոջ հատկությունների մասին։ Բայց նաև պետք է ենթադրենք, որ մինչ այդ ես ուսումնասիրել եմ արջի վարքագիծը, այսինքն քիչ թե շատ ես տեղեկացված եմ, որ արջի հետ հանդիպման ժամանակ ինչպես պետք է քեզ դրսևորես, բնականաբար սեզոնայնությունն եմ հաշվի առել, տարածքում, այսինքն արջին երբ տեսել եմ, հասկացել եմ, որ ինքը ինչ տարիքի արջ է, ինչ կանվա վտանգավոր, այսինքն այդ ամեն ինչը հաշվարկելուց հետո նոր ամեն դեպքում արջի պարագայում ներողություն հասմեք, արդյոք վտանգի հետ կապված կա սեռի տարբերություն։ Հա, իհարկե։ Եթե օրինակ ձայքերի հետ է, ինձ թվում է բոլորին հայտնի է, որ եթե ձայքերի հետ է մայրը, դա ամենամեծ վտանգն է։ Ինքը պաշտպանում է ձայքերին ու այդ ժամանակ ինքը կարող նախահարցակ լինի։ Մնացած բոլոր դեպքերում ինքը խուսափում է մարդու հետ հանդիպումից, ոնց որ եւ մարդը արջի հետ, այսինքն եթե այս վարագայում նույնիսկ երբ որ ինքը իմ ձայնը լսեց, ինքը ուներ հեռանալու հնարավորություն, ինքը միանգամից ընտրում է այդ տարբերակը։ Ամեն դեպքում բացի լավ լուսանկարել իմանալը, նաև գիտելիքներով զինված լինելն է։ Ուսումնասիրել կենդանիներին, այո։ Շնորհակալություն ձեզ զրույցի համար։ Մենք շարունակում ենք եւ դիտում ենք երաժշտություն Շանթի եթերում։ Ու լսում ենք բնականաբար։ Գնացինք։